Հայաստանի հանրային հեռուստատեսության ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյան։ Բարի երեկո, սիրելի բարեկամներ, տիկնայք և պարոնայք, սիրելի երևանցիներ, մեր մայրաքաղաքի հարգարժան հյուրեր։ Այսօր Կասկադ համալիրում կրկին տոն է։ Այս տարի լրացավ հայ անվանի կոմպոզիտոր, մանկավարժ, հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, անզուգական մարդ, համ ու հոտով լենինականցի, Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 80-ամյակը։ Նրա արվեստը գերել է մեր հայրենակիցների սրտերը ամբողջ աշխարհում։ Անհնար է պատկերացնել որևէ պրոֆեսիոնալ համերգային ծրագիր, ուր չհնչեն նրա երգերը։ Ավելին, նրա երգերը այսօր սիրում և երգում է իր ժողովուրդը, իսկ դա արվեստագետի համար ամենաբարձր գնահատականն է։ Խաչատուր Ավետիսյանի ներդրած ավանդը մեր ժողովրդական երաժշտության բնագավառում անգնահատելի է։ Լինելով նաև կանոնահար, նա կատարելագործել է հայկական կանոնը, նվագի տեխնիկան։ Նրա ջանքերի շնորհիվ 1978 թվականին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացվեց ժողգործիքների ամբիոնը, որը նա ղեկավարեց մինչև 1992 թվականը։ Խաչատուր Ավետիսյանը եղել է Հայաստանի Պարի պետական անսամբլի առաջին երաժշտական ղեկավարը, Հայաստանի երգի Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, իսկ ամենակարևորը, թողել է հսկայական մի ժառանգություն իդեմս հարյուրավոր շնորհալի երաժիշտների։ Չնայած նրա երգերը գրվել են հիմնականում ժողգործիքների նվագախմբի համար, սակայն դրանք միշտ տեղ են գտել նաև մեր էստրադային երգերի կատարողների երգացանկում, և պատահական չէ, որ այսօրվա համերգի նախաձեռնողներից է Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախումբը Գաֆէսյան թանգարան հիմնադրամի հետ։ Համերգ, որին մասնակցում են տարբեր սերունդների երգիչներ։ Իսկ համերգին այսօր ներկա են մարդիկ, որոնց անունները վաղուց արդեն ոսկե տառերով գրվել են մեր մշակույթի պատմության էջերին։ Այստեղ մեզ հետ են վարպետի ընկերները, նրա ուսուցիչը, անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, Խաչատուր Ավետիսյանի գրեթե բոլոր երգերի բառերի հեղինակ, բանաստեղծ, ճանաչված բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը, հայ երգի երախտավոր մեր անզուգական երգչուհի Օֆելիա Համբարձումյանը, և իհարկե դուք բոլորդ սիրելի բարեկամներ, կարծում եմ ձեզանից յուրաքանչյուրը Խաչատուր Ավետիսյանի երաժշտության երկրպագու է, և այսպես բեմահարթակում է, ինչպես արդեն ասացի, Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, որի երգացանկում 40 տարվա ընթացքում մեր մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին միշտ ներկայացվել են Խաչատուր Ավետիսյանի անմահ երգերը։ Սկզբում հնչեց Մելիք Մավիսակալյանի ֆանտազիան Խաչատուր Ավետիսյանի երգերի թեմաներով կատարեց նվագախումբը, իսկ այժմ բեմահարթակ եմ հրավիրում մեր երիտասարդ շնորհալի երգչուհուն, որը մասնագիտությամբ թավջութակահարուհի է, սակայն որոշել է նվիրել իրեն նաև երգարվեստին և կարծում եմ չի սխալվել։ Եվ այսպես Խաչատուր Ավետիսյան, խոսք Հովհաննես Ղուկասյանի Իրիկնային, կատարում է Էլիա Թաշյանը։ Կակավներ թուղ կնքուր, ոլոր մոլոր
աչքիրուս երկով վերքով դու կգա հենց որներ մեր աչքիրուս երկով վերքով դու կգա ամենից լավ իմ յարն մուրասնենա բոլորի ախիր մորմին ու ճարն մերն է մեն մորորորի երբ տեսնի համբույր կարն է էրնեք գդա մեն օրի երբ տեսնի համբույր կարն է էրնեք գդա մեն օրի Ծաղիկներ մուշ մարմանդ կննչեն իրիկվա վուշն է կնքուշ դաշտում չկա ոչ մի ձեն իմ մուրաս իմ աչքիրուս յարիս վարդեր կփնջեն իմ մուրաս իմ աչքիրուս յարիս վարդեր կփնջեն ամենից լավ իմ յարն է մուրասնենա բոլորի ախիր մորմին ու ճարն է մերն է մեն մորորորի բույր կդա համբույր կարն է էրնեք կդա մեն օրի բույր կդա համբույր կարն է էրնեք կդա են օրի Էլիաթ Հայշյան, այսօր դեռ կհանդիպենք Էլիաթ Հայշյանի հետ մեր համերգային ծրագրում, իսկ մենք շարունակում ենք։ Էստրադային սիմֆոնիկ նվագախումբը փորձում է ներկայացնել վարպետի երգերը բնօրինակով, սակայն այժմ կհնչի նրա սիրված երգերից մեկը նոր մատուցմամբ։ Այսօրվա համերգը անհնար էր պատկերացնել առանց մի հրաշալի զույգի, որոնք խոնարհվելով վարպետի արվեստի առջև դեռ մի քանի տարի առաջ ընդգրկել են իրենց ծրագրում Խաչատուր Ավետիսյանի երգերը։ Եվ այսօր էլ շարունակում են վերածնել մյուս երգերը նրա։ Եվ այսպես դիմավորեք, որտեղ գտնեմ քեզ, խոսք Լյուդվիգ Դուրյանի։ Կատարում են Էմմա Պետրոսյանը եւ Արամոն։ ամեն օրս դարձել է տարի Սիրտս բացվել է վարդի պես Հարի գարնան արևի պես
արցունքով լացվել է Ախովերն էլ չեն գտնում քեզ Արի արի Հավքերն անցան երամ Բայց ես մենակ եմ Հարվում եմ ես դու չես տեսնում Կանչող խրակ ես Քեզ չեմ տեսել ամբողջ տարի Իմ արևարի Մի թող դառնամ լացող աղբյուր Քո ճանապարհին Կյանք եմ ուզում որ սիրեմ քեզ Որ չնայեմ տխուր ամպին Որ մազերդ շողերի պես Հրես իմ ճամփին Վայլելելե, վայլելելե Հաչքս արցունքով լցվել է Ախովերն էլ չեն գտնում քեզ Արի արի Կյանք եմ ուզում որ սիրեմ քեզ Որ չնայեմ տխուր ամպին Որ մազերդ շողերի պես Հրես իմ ճամփին Վայլելելե, վայլելելե Հաչքս արցունքով լցվել է Ախովերն էլ չեն գտնում քեզ Արի արի Ախովերն էլ չեն գտնում քեզ Արի 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 շուտ արի 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 Էմա, ներողություն, ես մի հարց եմ ուզում տալ ձեզ։ Ինչ է գերեզ ձեզ Խաչատուր Ավետիսյանի երգերում եւ արդյոք չեք պատրաստվում առանձին մի ալբոմով ներկայանալ, որտեղ ընդգրկեք Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները։ Առաջին հերթին ասեմ, որ շատ երջանիկ եմ, որ այսօր գտնվում եմ այստեղ եւ ուզում եմ շնորհավորել մեր սիրելի, մեր բոլորի կողմից շատ սիրելի մայեստրոյի 80-ամյակը։ Ինչպես նաև շնորհավորել նրա ընտանիքին եւ տա Աստված, որ այն բոլոր երկերը, այն ժառանգությունը, որ մնացել է մեզ, ապրի երկար ու երկար։ Իսկ մեզ մնում է խորին շնորհակալություն հայտնել նրան եւ տարածել այն ամբողջ աշխարհով մեկ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ինչպես հասկացա, նման մի CD կլինի շուտով։
Շարունակենք մեր համերգային ծրագիրը, մեր տոնական ծրագիրը։ Էստրադային սիմֆոնիկ նվագախմբի երիտասարդ մեներկչուհի Լուսինե Կճոզյանի երգացանկում միշտ տեղ են գտել Խաչատուր Ավետիսյանի երգերը։ Լսենք դրանցից երկուսը՝ Մայրիկիս խոսք Սիլվա Կապուտիկյանի և ծաղկած բալենի խոսք Լյուդվիգ Դուրյանի, դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, ճանաչված դաշնակահար Մարտին Վարդազարյան։ Ինչքան ոչ թեքվում է մայր հողին և անցնում է իմ խենթ տարիքը դու այնքան դարդուն ես սիրելի խորն եմ զգում Yes, ko karika imanush im hasor kesem yegel tu yerkirin zarar dirim gılxin zerkı Give
ինձ